Ռաֆիկ, ընտրեմ։ Այո, բարև ձեզ կրկին ավանդույթի համաձայն մի թեթև ներկայանամ, թե ես ով եմ։ Ես ընդունվել եմ ու ավարտել եմ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը եւ հիմա համարվում եմ ֆիզիկայի ֆակուլտետի, ընտրվել եմ որպես ֆիզիկայի ֆակուլտետի դեկան։ Ֆիզիկայի ֆակուլտետը ավարտելուց հետո այսպես բանը հերրակա բանը ասպիրանտուրա եմ սովորել Մոսկվայի մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտում, որտեղ ավարտել եմ, Կիևում պաշտպանել եմ տեխնացուական դիսերտացիան, հետո նորից վերադարձել եմ պետական համալսարան ֆիզիկայի ֆակուլտետ եւ մինչեւ այսօր աշխատում եմ ֆիզիկայի ֆակուլտետում, Արանքում մեկ-մեկ գործուղվել եմ տարբեր երկրներ, այդ թվում երկու անգամ երեքական ամիսներով եղել եմ Կանադայում, երկու անգամ եղել եմ Ֆրանսիայում, Գերմանիայում եւ այլն, եւ վերջին շատ ավելի հաճախ եղել եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում 11 թվից մինչեւ 21 թիվը 20 թիվը, մոտարապես 9 տարի ես կիսով չափ աշխատել եմ Ամերիկայում, կիսով չափ Հայաստանում եւ 18 թվականին, երբ որ ես Ամերիկայում էի ու իմացա, որ դեկանի ընտրություններ կան եւ ֆիզիկայի գործերը մի քիչ լավ չեն, ֆիզիկայի ֆակուլտետն էլ մի քիչ դժվարություններ է ապրում, ես որոշեցի, որ փորձեմ դառնալ ֆիզիկայի ֆակուլտետի, ընտրվել ֆիզիկայի ֆակուլտետի դեկան եւ փորձել ֆիզիկայի վարկը Հայաստանում եւ ֆիզիկայի ֆակուլտետի վարկը Հայաստանում օժանդակել, բարձրացնելուն։ Եվ այսպիսով այս պայի դրությամբ ես Ամերիկայում կա երկու կազմակերպություն, որտեղ ես ընդունված եմ աշխատանքի, որ ցանկացած ժամանակ, եթե նույնիսկ մի շաբաթով, երկու շաբաթով գնամ Ամերիկա, կարող եմ այնտեղ աշխատել, բայց հիմա քանի որ դեկան եմ, այդքան հաճախակի ուրեմն գնալ չեմ կարողանում։ Եվ այսպես, ես կպատմեմ ֆիզիկայի ֆակուլտետի մասին եւ մի քիչ էլ ֆիզիկայի մասին։ Ինչով է ֆիզիկան հետաքրքիր գիտություն, լավ գիտություն եւ ինչով ենք զբաղվում ֆիզիկայի ֆակուլտետում եւ ինչ նորություններ կա ֆիզիկայի ֆակուլտետում։ Սա մեր ֆիզիկայի ֆակուլտետի երիտասարդներն են, լավագույն երիտասարդները, որոնք որ նշում են ուրեմն ֆիզիկոսի օրը, որը մենք նշում ենք ամեն տարի գարնանը, ուրեմն դուք բոլորդ դպրոցից լավ գիտեք, ես ինչ որ պատմելու եմ, մի քիչ կրճատումներով կպատմեմ, որովհետև 40 րոպեում տեղավորվելու համար ինձ անհրաժեշտ է մի քիչ այս իմ նյութը մի քիչ ավելի արագ պատմել։ Ես ներկայացնում եմ համարյա թե նույն նյութը, ինչ որ ես շատ դպրոցներ գնում եմ ու ներկայացնում եմ ֆիզիկայի ֆակուլտետը եւ ֆիզիկան, հետեւաբար եթե ձեր մեջ կան այնպիսի դպրոցականներ, որոնց դպրոց ես երբևէ գնացել եմ վերջին երկու տարվա մեջ, ապա ներող կլինեք, եթե մեջը լինի ինչ-որ կրկնության էլեմենտներ։ Եվ այսպես, ֆիզիկան դուք բոլորդ գիտեք, դպրոցում ձեր ֆիզիկայի ուսուցիչը կամ ուսուցչուհին ասում են, որ ֆիզիկան ամենահին գիտությունն է կամ գիտություններից է, որ այն գիտությունների մայրն է, այսինքն շատ գիտություններ ծնվել են ֆիզիկայից։ Բացի դրան, ֆիզիկան թարգմանությամբ նշանակում է բնություն եւ մենք ինչ ենք անում ֆիզիկայի հետ կապված, մենք ուսումնասիրում ենք բնության երևույթները, այդ երևույթները բացատրում ենք, հետո այդ երևույթների հասկանալուց հետո մենք կանխատեսում ենք նոր երևույթներ, այդ նոր երևույթները փորձով դիտում ենք ու տեսնում ենք, թե այդ երևույթների հիման վրա մենք ինչ կարող ենք սարքել, այսինքն ինչ որ սարքավորումներ ենք ստեղծում, որոնք մեր կյանքը ավելի հետաքրքիր եւ ավելի բազմազան են դարձնում։
Եվ իզուր տեղը չի, որ ասենք թե մեր շրջապատում սարքավորումներ եւ այլ բաներ որ կան, որոնցից մենք օգտվում ենք, չկա այդպիսի բան, որի հիմքում, ասենք, ֆիզիկական երևույթները կամ ֆիզիկական օրենքները դրված չլինեն։ Այսօր մենք կարող ենք ասել, որ ֆիզիկան ոչ միայն կրթություն եւ գիտություն է, այլ նաեւ աշխարհայացք եւ մտահորիզոն։ Մենք իմանալով ֆիզիկա, ուսումնասիրելով ֆիզիկա, մեր մտահորիզոնն է լայնանում, մեր աշխարհայացքն է լայնանում, այսինքն մենք ի վիճակի ենք լինում ավելի շատ բաներ հասկանալ, ավելի շատ բաներ ուսումնասիրել եւ այլն եւ այլն։ Ընդհանրապես ես միշտ ասում եմ, որ բանը անկախ նայած կենսաբան, ֆիզիկոս, մաթեմատիկոս անպայման անհրաժեշտ է, որ դուք նաև գոնե մի քիչ ֆիզիկա իմանաք։ Այդ դեպքում դուք ավելի լավ եք հասկանում քիմիական երևույթների մեխանիզմները, կենսաբանական երևույթների մեխանիզմները եւ այլն եւ այլն։ Մի խոսքով ուսումնասիրելով ֆիզիկա, դուք քանի որ ունենում եք լայն մտահորիզոն եւ լայն աշխարհայացք, դուք կարող եք շատ հեշտությամբ վերամասնագիտանալ ֆիզիկայի ֆակուլտետը ավարտելուց հետո, այսինքն ֆիզիկայի ֆակուլտետը ավարտողները շատ լավ աշխատում են IT ոլորտում, շատ լավ աշխատում են բանկերում եւ այլն եւ այլն։ Լավ մաթեմատիկոսներ են դառնում հետագայում, եթե պետք է լինում։ Այսինքն այս ֆիզիկական մտածելակերպը մեզ հնարավորություն է տալի, որ մենք չվախենանք նորություններից ու մտնենք տարբեր տեսակի նոր process-ների, երևույթների, հետաքրքրությունների մեջ։ Եվ հիմա վերադառնանք նրան, թե այսօր ինչ է կատարում աշխարհում։ Այսօր աշխարհում զարգացած են այն երկրները, որոնք որ տիրապետում են եւ գործում են նորագույն տեխնոլոգիաներով, այսինքն հիմա տեխնոլոգիաների դարաշրջան է։ Այսինքն այսօր պետք է, եթե մենք ուզում ենք, որ մեր երկիրը հարստանա, ուժեղ լինի, պետք է մենք ներս թողենք մեծ տեխնոլոգիաները, տիրապետենք շատ նորագույն տեխնոլոգիաների եւ այլն եւ այլն։ Հետեւաբար մասնավորապես այնպես է որ բանը բոլոր բնագավառներում եթե մենք ուզում ենք մեծ հաջողությունների հասնենք, պետք է նորագույն տեխնոլոգիաներով այդ բնագավառները աշխատացնենք, մասնավորապես գյուղատնտեսություն։ Հիմա գյուղատնտեսությունը շատ լավ բան է, շատ մեծ հնարավորություններ ունի կիրառելով նոր տեխնոլոգիաներ գյուղատնտեսության մեջ, տնտեսությունը, արդյունաբերությունը եւ այլն եւ այլն։ Մի հատ բարձ օրինակ բերեմ, այնպիսի փոքր երկրներ, ինչպիսին Բելգիան եւ Հոլանդիան են, նրանք օրինակի համար Բելգիան իր տարածքով մոտավորապես Հայաստանի չափ պետություն է, բայց աշխարհին մատակարարում է գյուղատնտեսական մթերքներով։ Դա ինչի շնորհիվ, որովհետև գյուղատնտեսությունում ներդրված են նորագույն տեխնոլոգիաներ։ Իսրայելի նման երկիրը, որը որ մարդավարի հող չունի, հանածոներ առանձնապես չունի, բայց զարգացած գյուղատնտեսական տեխնոլոգիա ունի, որովհետև գյուղատնտեսություն ունի, որովհետև գյուղատնտեսությունը հիմնվում է նորագույն տեխնոլոգիաների վրա։ Բանը Պաշտպանական խնդիրները, պաշտպանական տեխնոլոգիաները նույնպես էլի նորագույնն են, եթե մենք ուզում ենք պաշտպանական հարցերում ունենանք մեծ հաջողություններ, պետք է էլի նորից դիմենք նորագույն տեխնոլոգիաներին, կամ ասենք տիեզերական տեխնոլոգիաներին պետք է տիրապետել, էլի նույն տարբեր տեսակի խնդիրներում, մանրամասն երկար չեմ ուզում ասեմ, մեխանիկական տիպի տեխնոլոգիաներ, ռոբոտաշինություն եւ այլն, կամ ասենք թե երևակայական տեխնոլոգիաներ եւ երբ որ մենք երևակայությամբ ինչ որ ստեղծում ենք մոդելներ, մակետներ եւ այլն, ճարտարագիտական տեխնոլոգիաներն են շատ բան ուժեղ զարգացած եւ այսպես ամփոփելով ասենք որ Հայաստանին այսօր շատ անհրաժեշտ է որպեսզի մենք գնանք այն ուղղությամբ որ տիրապետենք նորագույն տեխնոլոգիաներին ներմուծենք նորագույն տեխնոլոգիաներ որպեսզի փոքր երկիրը կարողանա զարգանալ ու զարգանալ եւ կարողանա մրցակցությանը ամբողջ աշխարհում դիմանալ ել չեմ ասում որ մենք այս ձև անհաջող շրջապատում ենք գտնվում մենք ուզենք չուզենք պետքա տեխնոլոգիապես զարգացած երկիր լինենք որպեսզի կարողանանք այս դժվար պայմաններին այս դժվար հարևան
հարևանության մեջ մենք կարողանանք գոյատևել, ոչ միայն գոյատևել, այլ նաև զարգանալ ու հզորանալ։ Դրա համար պետք է տիրապետել նոր տեխնոլոգիաներին, իսկ որպեսզի տիրապետենք նոր տեխնոլոգիաներին, նաև մենք պետք է այսօրվանից, նույնիսկ այսօրվանից չէ, 25-30 տարի առաջ մենք պետք է մտածենք այն մասին, որ պետք է պատրաստենք ու ունենանք այդ նորագույն տեխնոլոգիաներին տիրապետող մասնագետներ։ Լավ, թե առաջներում ինչ ենք արել, ինչ չենք արել, դա թողենք մի կողմ, մի խոսքով, երբ որ ես դարձա դեկան, իմ առաջին խնդիրը այն էր, որ ֆիզիկայի ֆակուլտետում պետք է բացել ժամանակակից նոր մասնագիտություններ, որոնց միջոցով մենք պետք է պատրաստենք կադրեր, որոնք որ կարող են աշխատել այս նորագույն պայմաններում, նորագույն տեխնոլոգիաներում։ Եվ մենք ֆիզիկայի ֆակուլտետում 2021 թվականներին բացեցինք ուրեմն 3 մասնագիտացումներ, 3 նոր մասնագիտացումներ։ Դրանցից առաջինը դա տվյալների մշակումը ֆիզիկայում եւ արհեստական բանականություն, որը նույնիսկ 7-րդ դասանի, 6-րդ դասանի երեխաները լսել են արհեստական բանականության մասին եւ հասկանում են, որ սա շատ առաջադիմական մասնագիտություն է, որ այստեղ ավարտողները կարող են բարձր աշխատավարձով Հայաստանի շատ բազմաթիվ 330-ից ավելի կազմակերպություններում կարող են աշխատել։ Այստեղ թվարկված են մի քանիսը այն ձեռնարկություններից, որտեղ կարող են աշխատել այս մասնագիտությունով ավարտածները։ Նաև ասեմ, որ այս ֆիրմաների զգալի մասի տնօրենները հենց մեր շրջանավարտներն են, մեր մոտ ավարտած, մասնավորապես Կրիսպի տնօրենը Արտավազդ Մինասյանը, Կրիսպը Հայաստանում երկրորդ լայն թափով զարգացման տեմպերով երկրորդ ֆիրման է, կամ ասենք Արտուր Գալստյանը իմ աշակերտն է, իմ մոտ տեխնացուական է պաշտպանել, National Instrument-ի տնօրենն է, առաջ դուստր ձեռնարկության տնօրենն էր, հիմա արդեն ամբողջությամբ National Instrument-ի տնօրենն է։ Մի խոսքով, արհեստական բանականության միջոցով մենք կարողանում ենք նոր հաջողությունների, նոր բաների տիրապետել եւ գիտության մեջ, աստղաֆիզիկայում, միջուկային ֆիզիկայում, պիդմարմնի ֆիզիկայում եւ այլն։ Այդ թվում նաև գյուղատնտեսության մեջ, ինչպես ասեցի, տնտեսության մեջ, արդյունաբերության մեջ եւ այլն կարողանում ենք մեծ հզոր թափով առաջընթաց նվաճումներ ձեռք բերել։ Մասնավորապես ուղղակի մի բան կասեմ, Արտյոմ Օգանովը, որ հաճախակի գալիս է Հայաստան եւ մեր մոտ ելույթ է ունենում, իր ծրագիրը, որով նա կանխատեսում է նոր բյուրեղական միջավայրներ, որը ինքը անվանում է ուспех, հենց ինքը ոչ այլ ինչ է, քան արհեստական բանականություն։ Ալբերտ Օգանովը իր գործունեությամբ նույնպես արհեստական բանականության խնդիրներով է զբաղված, բայց Արտյոմ Օգանովի մասին ասեմ, որ նա մոր կողմից հրեա է, հոր կողմից հայ, եւ հրեաներին է շատ սիրում, եւ հայերին է շատ սիրում, եւ այդ պատճառով նա ունի աշակերտներ Հայաստանում, խմբեր ձևավորված, որ էլի նույն ուղղությամբ աշխատում են, նրա խնդիրը ինչն է, կանխատեսում է բյուրեղական նոր տիպի նյութեր, նոր հատկություններով, որոնցից շատերը հենց նորմալ պայմաններում գոյություն ունեն, կարող են գոյություն ունենալ, ոչ թե բարձր ճնշումների կամ բարձր ջերմաստիճանի տակ, եւ մի քանիսը եղել է, որ նա ասել է, օրինակ համար այստեղ նյութ կարա լինի, քիմիկներին առաջարկել է, որ նրանք այս կամ այն բանը իրար խառնեն ու ստանան այդ նոր բյուրեղները, եւ նրանք հայտնաբերել են այդպիսի նոր բյուրեղներ, որոնց չեմ ուզում երկար կանգնեմ սրա վրա, դրա համար չեմ ուզում առանձնապես մանրամասն այդ մասին խոսել։ Ասեմ, որ եւ այս մասնագիտությամբ եւ մյուս մասնագիտություններով մեր մոտ բացառապես դաս են տալու հանրապետության գլխավորապես լավագույն մասնագետները, իհարկե կարող է լինեն նաև մասնագետներ աշխարհի տարբեր անկյուններից, որոնք որ լավ մասնագետներ են եւ հերավար կարող են դաս տալ, մի քանի այդպիսի դասեր նրանք են տալու, այսինքն ի տարբերություն նախորդ մեր մոտեցմանը, որ մենք սովորաբար
նոր առարկաներ, նոր ժամեր էինք դնում, որպեսզի ֆակուլտետի անձնակազմը դասեր տար։ Հիմա իմ մոտեցումը բոլորովին այլ է։ Մեր ֆակուլտետի անձնակազմը դասեր բավարար կունենա, թե անբավարար կունենա, դա մեզ չի հետաքրքրում։ Դաս են տալու տվյալ առարկան ամենալավը տիրապետողներից որևէ մեկը Հայաստանում։ Երկրորդ, ուրեմն ես մասնագիտությամբ ասեմ, որ ասեցի, որ Հայաստանում բազմաթիվ ֆիրմաներ կան, ու ասեմ, որ օրինակ անցյալ տարի, այսինքն 21 թվականի ընթացքում այդ ֆիրմաները բավականին նոր լավ բաներ են արել։ Ուղղակի ես ասեմ հետևյալը, դուք չգիտեմ, գիտեք թե չգիտեք, բայց այսպես է, բոլոր աշխարհի բոլոր ֆիրմաները մեծ հաջողությունների կարող են հասնել այն դեպքում, երբ որ իրենք ունեն սեփական արտադրություն, սեփական պրոդուկտ, սեփական ոնց որ ասած նվաճում։ Հայաստանի ձեռնարկությունների մեծ մասը 80% կարելի ասել, նույնիսկ 90%, բանը իրանք պատվիրում են դրսից ծրագրեր են ընդունում եւ այդ ծրագրերը գրում են, նկատի ունեմ IT ոլորտի ֆիրմաներ էլի, ծրագրեր են ընդունում ու պատվերներ են կատարում դրսի ծրագրերը գրելու իմաստով, բայց շատ քիչ ֆիրմաներ կան, որ ունեն իրանց սեփական պրոդուկտը։ Այն ֆիրման, որը ունի սեփական պրոդուկտ, նրանք կարող են շատ արագ զարգանալ, օրինակի համար բերեմ Տեսլայի օրինակը։ Տեսլան մի հատ Տեսլա մեքենա է, Տեսլա ֆիրման մի հատ Տեսլա մեքենա է արտադրում, ճիշտ է, շատ բաներ անում, բայց մենակ այդ Տեսլա մեքենայով, եթե էլ ուրիշ ոչինչ չաներ, ակցիաները տարեստարի կրկնապատկում, եռապատկում, բազմապատկում են ու այդ ֆիրմայի հարստությունը աճում է անընդհատ, անկախ նրանից նրանք նոր պրոդուկտ կունենան, թե չեն ունենա։ Հայաստանում այդպիսի ֆիրմաներից մեկը հենց իմ հիշատակած CRISP ֆիրման է, որի պրոդուկտը, չգիտեմ, դպրոցականները լսել են թե չէ, բանը ձայնագրությունների միջից աղմուկի հեռացումն է, աղմուկից ձայնագրությունները մաքրումն է, որը այսօրվա դրությամբ աշխարհում ճանաչվել է որպես լավագույն։ Եվ շատ շատերը CRISP-ից գնում են այդ ծրագիրը, որպեսզի իրենք օգտագործեն։ Այստեղ գրված են այլ տարբեր տեսակի արդյունքներ, որ անցյալ տարի ստացել են մեր այդ համապատասխան ֆիրմաները, բայց ես ուղղակի այս մեկից բացի ասեմ 8-րդը գաղտնիք է։ Դրա համար ոչ ես գիտեմ, ոչ ասում են պաշտպանական ռազմական գաղտնիք է, որ մեր ֆիրմաներից մեկը ստեղծել է X երկակի նշանակություն ինչ-որ տեխնոլոգիա, որը ունեն ուղղակի գիտենք հետևյալը, ունի միայն ԱՄՆ-ը, Չինաստանը, Ռուսաստանը եւ մենք։ Պատկերացրեք, այս մեծ գերտերությունները ունեն ու մենք ունենք։ Կարող է սա առանձնապես շատ մեծ բան չի, կարող է պատահի փոքր բան է, բայց ամենից նոր բան է, որը ունեն միայն այս գերտերությունները եւ մենք։ Եվ վերջապես ասեմ 9-րդը մեր մոտ ֆիզիկայի ֆակուլտետում այս տարիուկես աշխատում է մի երիտասարդ Մուշեղ Ռաֆալյան, որը եկել է Բորդո, որին մենք ժամանակին ուղարկել ենք վերապատրաստվել ուսումը շարունակելու Ֆրանսիայի Բորդոյի համալսարանում, ավարտելով Բորդոյի համալսարանը, լավ բարձր գիտելիքներ ստանալով նա եկել է Հայաստան։ Եվ այս տարիուկեսու ընթացքում նա բավականին հայկական լավ դրամաշնորհներ է շահել եւ բացել է իր սեփական լաբորատորիան։ Եվ իր հիմնական խնդիրներից մեկը որն է, որ նա ուզում է ինչպես CRISP-ը ձայնագրությունները մաքրում էր աղմուկից, Մուշեղ Ռաֆայելյանի ծրագրերից մեկն էլ է նա, որ տեսագրությունները մաքրի աղմուկից։ Սա ուրեմն մեկ կարևոր մասնագիտության մասին, որը բացվել է 21 թվականին, այսինքն եղել է առաջին ընդունելությունը եւ հիմա այս տարի լինելու է երկրորդ ընդունելությունը, մենք առաջի կուրս ունենք, այս տարի ուրեմն կլինի երկրորդ ընդունելությունը, կան անվճար տեղեր, կան վճարովի տեղեր, ամբողջ տեղերի թիվը այս տարի անցյալ տարվա համեմատ կրկնապատկվել է, այնպես որ անցյալ տարի կոնկուրս ա եղել այստեղ, հուսով եմ, որ այս տարի էլ կոնկուրս կլինի, որովհետև շատ լավ մասնագիտություն է։
Երկրորդ մասնագիտությունը դա երկակի նշանակության տեխնոլոգիաների ֆիզիկան է։ Իմաստը կարճ ասեմ ինչու՞ն է։ Այս պատերազմն էլ ցույց տվեց, որ Հայաստանում մատերի վրա կարելի է հաշվել այն մարդկանց, որոնք շատ լավ գիտնական են եւ տիրապետում են ռազմական եւ պաշտպանական տեխնոլոգիաները։ Այսինքն մարդիկ, որոնք կարան Հայաստանի համար պաշտպանական խնդիրներ լուծեն կամ խնդիրներ դնեն։ Մի քանի հոգի են, իսկ որում դրանք գիտնականներ են, կամ նախկին գիտնականներ են, կամ հիմա էլ են գիտնականներ, առավել եւս պաշտպանության նախարարությունում եւ Հայաստանի կառավարությունում չկան այդպիսի մարդիկ, որ լավ հասկանում են, նախ գիտական մակարդակ ունեն, երկրորդն էլ լավ հասկանում են պաշտպանական խնդիրներից։ Արդյունքում մենք ունենք այն իրավիճակը, որ շատերը չէին հասկանում, թե ապակա պատերազմը ինչպիսի պետք է լինի, ինչպես կարելի է դրան պատրաստվել, ինչ նորարարությունների վրա պետք է ֆինանսներ ծախսել եւ այլն եւ այլն։ Արդյունքում այնպես եղավ, որ մենք ունեցանք պատերազմ, որտեղ կոպիտ ասած, ես չեմ ասում պատերազմում, բայց ճակատամարտում մենք պարտվեցինք։ Դրա համար մեր խնդիրը որն է ֆիզիկայի ֆակուլտետի, որպեսզի մենք պատրաստենք կադրեր, որոնք շատ լավ ֆիզիկա իմանան եւ շատ լավ իմանան պաշտպանական խնդիրները։ Այսինքն մարդիկ, որոնք կկարողանան եղած զենքերը կատարելագործել, վերանորոգել, կամ մեջները կգտնվեն մի քանի տաղանդավորներ, որոնք կարող են նոր զենք ստեղծել, ինչու ոչ։ Եվ այդպիսի շրջանավարտները, եթե մեր այս մասնագիտությամբ ընդունվեն եւ ավարտեն, կարող են աշխատել Հայաստանում գործող բազմաթիվ պաշտպանական ձեռնարկություններում, այստեղ թվարկված որոշները այստեղ թվարկված են, պաշտպանական ձեռնարկություններով իրանք կստանան իրանց ընտանիքի համար նորմալ աշխատավարձ եւ բացի դրանից նաեւ հայրենիքի համար կարող են շատ մեծ ու նվիրական գործեր անել։ Ճիշտ է, հիմա էլ մենք ունենք, ասեցի, չէ, գոնե մի քանի այդպիսի կադրեր ունենք, որոնք էլի լավ բաներ անում են, բայց նրանք նախնական կրթությունը եղել է կամ ֆիզիկա, կամ քիմիա, կամ ուրիշ բան, ու հետո իրանք կամաց ստիպված մտել են այս պաշտպանական խնդիրների մեջ։ Օրինակի համար իմ թվարկած բանը ֆիրմաներից մեկը, անունը չտամ, ճիշտ է, մի քիչ ուշացումով, բայց ստեղծել է սարք, որը հայտնաբերում է եւ ոչնչացնում է ԱԹՍ-ները։ Պատերազմի ժամանակ վերջերում սրանցից մի հատ եղել է ու փորձարկել են, փորձն էլ լավ արդյունք է տվել, բայց ոնց որ ասած չեն հասցրել շատ արտադրել եւ բանը, որպեսի իրականում եթե պատերազմի մեջ ես գտնում, այսպիսի բաներ մեզ շատ է պետք, ոչ թե մի հատ կամ երկու հատ։ Մեկ ուրիշը օրինակի համար մեր լավ քիմիկներից մեկը ստեղծել է պայթուցիկ նոր տիպի նյութ, որը իհարկե արտադրության համար նախանշվում են ճանապարհները, դեռևս ուղղակի նախատիպն է սրա հայտնի, բայց արտադրություն դեռևս չկա։ Մեկ ուրիշ մեր ֆակուլտետի աշխատակիցներից մեկը ստեղծել է փոքր չափի արևային ջրատաքացուցիչներ, որպեսզի զինվորները, ասենք թե իրանց բանը մեջքի վրա կրեն եւ սարերում, բաներում ամիսներով ջուր չեղած բանը, տաք ջուր չեղած պայմաններում, որպեսզի իրանք ունենան տաք ջուր։ Մեկ ուրիշ մեր բանը, մեր գոլեգաներից մեկը ֆիզիկայի ֆակուլտետում ստեղծել է կենտրոն, որը պատրաստել է սեյսմոտվիչներ, սենսորներ, որոնք կարելի է տեղադրել սահմանների վրա եւ հեռվում նստած համակարգչի առաջ կարող են գրանցել, սահմանից անցնում է շուն, կատու, ինչ որ մեքենա, զրահ մեքենա կամ ինչ որ մի խոսքով մարդ է անցնում, ամեն ինչ կարող են գրանցել։ Դրանց փոքր չափերը օգտագործում են նաև փոքր չափի սարքերը օգտագործում են նաև կարող է օգտագործվել նաև բժշկության մեջ, որպեսզի օրգանների տարբեր տեսակի տատանումները գրանցեն։ Երրորդ մասնագիտությունը, որ գործում է 20 թվից, ոչ թե 21 թվից, նանոֆիզիկա եւ առաջատար տեխնոլոգիաներ, այս մասին դուք երևի լսել եք, ես շատ երկար չասեմ սրա հետաքրքրության մասին, ուղղակի ասեմ, որ մեր ֆակուլտետում կա մի խումբ, որը նանոմասնիկները ներդնելով հայկական կերամիկայի մեջ
կարողանում է ստանալ նյութեր, որոնք ունեն շատ մեծ բանը հրակայուն հատկություններ, որոնց կարելի է օգտագործել, ասենք, զրահաբաշխումներ պատրաստելու համար։ Ու իրանց այս գաղափարը արդեն արտադրության մեջ ներդրվել է եւ գոյությունի ֆիրմա, որոնք արտադրում են եւ 44 օրյա պատերազմի ժամանակ այդ զրահաբաշխումներից, որ զինվորները կրում էին, գոնե 1000-ը մեր այս ֆիրմայի արտադրանքներ։ Ֆիզիկայի ֆակուլտետում կան նաև մինչև իմ բացելը գործում էին երկու մասնագիտություններ, որոնք որ հիմնական էին ֆիզիկայի ֆակուլտետի ֆիզիկայի բնագավառի համար, դրանցից մեկը ուղղակի կոչվում է ֆիզիկա, որը ուսումնասիրում է տեսական, մոլեկուլային, միջուկային, պինմարմնի, մաթեմատիկական ֆիզիկաները, օպտիկա, աստղաֆիզիկա, էլեկտրականություն եւ մագնիսականություն։ Եվ այս մասնագիտության հետ կապված օրինակի համար ֆոտոնիկան բացատրում է շատ հետաքրքիր երևույթներ, դուք շատերը գիտեք, ես սրանց մասին մանրամասն չեմ կանգնի, եւ սրա վերաբերյալ շատ լավ ելույթներ եղել են մեր այս զրույցների գիտնականների հետ կազմակերպ այս միջոցառման շրջանակներում Տիգրան Գալստյանը երկու հատ շատ լավ զեկուցում նման ֆոտոնիկայի վերաբերյալ արել է, ֆոտոնիկայի հետ կապ ունեցող։ Ֆոտոնիկան բացատրում է այստեղ թվարկված երկնքի կապույտ գույնը, արևի կարմրությունը, արևածագի եւ մայրամիջցիածանի գույները, շոգ եղանակին ճանապարհների անապատի միրաժները, Կոպերֆիլդի ֆոկուսները։ Ասեմ ուղղակի հետեւյալը, որ Եվրոմիության ֆոտոնիկայի բյուջեն շատ մեծ է։ Նա մենակ ֆոտոնիկայի բյուջեն գերազանցում է ռուսական դաշնության ամբողջ բյուջեն միասին վերցած։ Մենք դուք դպրոցում ուսումնասիրում եք դիսպերսիան, ինտերֆերենցիան, դիֆրակցիան, ծիածանի գույները, սա Նիագարայի ջրվեժի ծիածանն է։ Ես միշտ երեխեքին ասում եմ, լավ սովորեք, որպեսզի այս Նիագարայի ջրվեժը ոչ թե տեսնեք նկարներով, այլ տեսնեք ուրեմն ուղղակի այցելելով այնտեղ։ Նաև այս հալոյի մասին լսած կլինեք, բացատրում ենք այս լուսապսակը, ֆոտոնիկայի մեջ շատ կարևոր դեր ունի լույսի նորաղբյուրները, լազերները, որոնք բազմաթիվ կիրառություններ ունեն, ես բոլորի մասին չեմ ասի, չնայած թվարկված են, բազմաթիվ կիրառություններ, սկսած էլեմենտար, պարզագույն կիրառություններից, որ տարբեր տեսակի շոուների ժամանակ լազերային էֆեկտներ են անում, վերջացրած բժշկական վիրահատումներ եւ այլն։ Օրինակի համար լազերային նշանառությունը, որը իմ երիտասարդ ժամանակ գիտական նորություն էր ու ոչ ոք չգիտեր, որ մեծ կիրառություն կունենա սա կիրառություն ունի հիմա շատ տարբեր բնագավառներում։ Օրինակի համար 44 օրյա պատերազմի ժամանակ ԱԹՍ-ները ինչպես էին հայտնաբերում են օբյեկտը եւ ճշգրիտ խփում այդ օբյեկտին լազերային նշանառության հիման վրա ինֆրակարմիր լազերը գցում էին չերևացող լազերային ճառագայթը գցում էին նա գտնում էր այն օբյեկտը որը պետքա ոչնչացնի հետ էր գալի արդեն տեղը իմանալով գնում ոչնչացնում էր դրա համար 44 օրյա պատերազմի ժամանակ մեր շատ երիտասարդներ շատ ինտենսիվ աշխատում էին շաբաթներով մեզանից էլ կոնսուլտացիային վերցնում, հարցեր էին տալի, շատ լավ աշխատում էին, որպեսզի իմանան, թե ոնց կարելի է թեկուզ այս լազերների հայտնաբերման, լազերային ճառագայթի հայտնաբերման միջոցով ազդանշան ստանալ, որ հեսա ԱԹՍ-ները մի վատ բան կանեն, հետևաբար պետք է արդեն գլխներից ճարը տեսնենք այսքան ժամանակ ունենք, ժամանակը շատ քիչ է, բայց 20 վայրկյան, բայց այնուամենայնիվ գոնե 20 վայրկյան ունես, որպեսզի մի բան անես, որպեսզի այդ վտանգից խուսափես։ 2018 թվականին մեր այս ֆոտոնիկայի բնագավառում Նոբելյան մրցանակ են ստացել այս մարդիկ, ինչի համար լազերային պինցետներ հայտնաբերելու եւ գերկարճ իմպուլսների մեջ մեծ հաջողություններ ունենալու համար։ Լազերային պինցետները, այսինքն լազերի միջոցով
մենք կարողանում ենք փոքրիկ մասնիկները, օրինակ մոլեկուլները վերցնել ու ուր ուզենք տանենք դնենք, օրինակ կանանք տանենք դնենք DNT-ի մեջ ու իր հատկությունները փոփոխենք։ Մյուս բաժինը, որ ֆիզիկայի ֆակուլտետում այս ֆիզիկա մասնագիտությամբ ուսումնասիրում են, դա տեսական խնդիրներն են ու ընդհանուր ֆիզիկայի խնդիրները, գերխիտ աստղերի ֆիզիկա, գերհոսություն, գերխիտ օբյեկտների գրավիտացիոն ճառագայթում, նեյրոնային աստղերի մագնիսական հատկությունները եւ այլն եւ այլն։ Ընդհանուր ֆիզիկայում նաեւ ուսումնասիրում են ֆոտոնիկ բյուրեղների հատկությունները եւ կիրառությունները, օրինակի համար ֆոտոնիկ բյուրեղներով է բացատրվում այս բանը միջատների եւ կենթանիների գույները, գունավորումները։ Մյուս այս բնագավառում 17 թվականին Նոբելյան մրցանակ ստացան տեսական ֆիզիկայի գրավիտացիոն ալիքների հետ կապված այս մարդիկ, որ այսպես կոչված բանը կանխատեսեցին եւ հայտնաբերեցին գրավիտացիոն ալիքները բնութագրող մասնիկը, գրավիտոնը։ Մենք ունենք աստղագիտության բաժին ֆիզիկայի ուրեմն մասնագիտության մեջ եւ համագործակցում ենք աստղադիտարանի հետ, Վիկտոր Ամբարձումյանի անվան բյուրականի աստղադիտարանի հետ եւ այստեղ դուք երևի լսել եք, մենք շատ հաջողություններ ունի Հայաստանը աստղագիտության մեջ եւ սրա հետ կապված ասենք, որ 2019 թվականին Նոբելյան մրցանակ ստացան այս մարդիկ ֆիզիկական կոսմոլոգիայի եւ էկզոմոլորակների հայտնաբերման խնդիրների հետ կապված։ Իսկ 2020 թվականին էլի աստղագիտության բնագավառում սև խորոշների եւ գերմասիվ կոմպակտ օբյեկտների բանը հետ կապված նոր աշխատանքների եւ նոր ձեռբերումների համար այս նշված մարդիկ Նոբելյան մրցանակ ստացան, որոնք նաեւ շատ մոտիկ են մեր գոլեգա Վահագնի հետ։ Սա աստղադիտարանի ուրեմն մեր բանը բյուրականի աստղադիտարանի պրակտիկայի հետ կապված նկարներ են։ Դուք գիտեք, որ Հայաստանում կար Քարաունջի աստղադիտարանը, հա, որը հետաքրքիր պատմական եւ տուրիստական կենտրոն է, այսպես ասած։ Ֆիզիկայի ֆակուլտետը նույնպես ունի աստղադիտարան, որը շատ փոքր է, գտնվում է Բժշկական ինստիտուտի կողքը։ Մենք վերջերս վերանորոգել ենք ու ուզում ենք բարձր մակարդակի բերել նոր սարքավորումներ տեղադրել եւ այլն եւ այլն։ Եվ այս բյուրականի աստղադիտարանում, եթե դպրոցականները ուզենան, կարող են կազմել խմբեր ու գան այստեղ ուսումնասիրեն տիեզերքի հատկությունների, բաների ֆիզիկայի վերաբերյալ դասախոսություններ լսեն, երեկոյան ժամի եթե գան կարող են աստղեր դիտել եւ այլն եւ այլն։ Սրա հետ կապված երևի դուք լսել եք էկզոմոլորակների մասին, հա, օրինակի համար էկզոմոլորակները դրանք այն մոլորակներն են, որոնց վրա ենթադրվում է, որ բանը կյանք կա, որպես իմանանք այս տվյալ մոլորակի վրա կյանք կա թե չկա, մենք պետք է նրանից գրանցենք լույսը, սպեկտրալ վերլուծություն անենք ու տեսնենք թե այդ մոլորակի վրա ինչ նյութեր կան։ Եթե օրինակ օդ կա, ածխաջրածին կա եւ այլ բաներ կան, կյանքի համար անհրաժեշտ, ուրեմն նշանակում է կարելի է ենթադրել, որ այնտեղ կյանք կա ինչ որ տեսքով, թեկուզ բուսականության տեսքով։ Հիմա NASA-ում ամերիկյան աստղադիտարանում կար այսպիսի խնդիր, որ մի հատ որևէ դետալ սարքենք, որովհետև աստղի լույսը խանգարում է, որ մոլորակի լույսը մենք ուսումնասիրենք, էլի, աստղի լույսը որ փակի, մոլորակի լույսը պահի ու մենք կարողանանք մոլորակի լույսը առանձնացնելով դիտել, ուսումնասիրել մոլորակից եկող լույսերը։ Եվ այդպիսի մի հատ դիտել հեղուկ բյուրեղների վրա մի այդպիսի բան սարքվել է, պատրաստվել է, որը կոչվում է հեղուկ բյուրեղական ալիքաթիթեղ, եւ նրա միջոցով, եթե հեռադիտակի մեջ այն տեղադրված չի, մոլորակները չեն երևում։ Տեսնում եք, այս սլաքի ցույց տրվող մասերում են մոլորակները, որոնք չեն երևում։ Իսկ եթե այդ ալիքաթիթեղը տեղադրում ենք,
արդեն այս մոլորակները երևում են եւ նրանցից լույսը կարելի առանձնացնել ու ուսումնասիրել։ Մեր ֆակուլտետում կա նաև կենսաֆիզիկայի ամբիոն, որը ուսումնասիրում է ԴՆԹ-ի տարբեր տեսակի հատկություններ, նորագույն սարքավորումներով կահավորված է եւ կարող եք այդպիսի բաներ ուսումնասիրել։ Եվ վերջապես 5-րդ վերջին մասնագիտությունը, որ ֆիզիկայի ֆակուլտետում վաղուց գործում էր եւ հիմա էլ կա, դա միջուկային ռեակտորների ֆիզիկան է։ Ես ուզում եմ ասեմ, որ անկախ նրանից ճիշտ է մեր բանը Հայաստանը գիտակցում է, որ մենք պետք է այլընտրանքային էներգիայի աղբյուրներ գտնենք արևային եւ այլն, բայց բոլոր դեպքերում կյանքը ցույց է տալիս, որ առայժմ առանց ատոմակայանի, առանց ատոմային էներգետիկայի մենք չենք կարող։ Հետևաբար մենք ուզենք չուզենք վաղը մյուս օրը պետք է կառուցենք նոր ատոմակայան, հետևաբար այդ ատոմակայանում մեզ կադրեր են պետք լինելու միջուկային ռեակտորների ֆիզիկային տիրապետող։ Նաև մենք ունենք ֆիզիկայի ինստիտուտ Չերեմուշկայում, որ բանը Ալիխանյանի անվան կոչվում է Արտյոմ Ալիխանյանի անվան բանը հետազոտական ազգային լաբորատորիա, այնտեղ կադրեր են ամեն տարի պետք լինում, որը շատ արագ զարգանում է այս լաբորատորիան կամ ինստիտուտը մի պահ այդ դժվար տարիներին դանդաղել էր նրա գործունեությունը, բայց հիմա շատ արագ զարգանում է եւ նրանց նորությունների մասին մյուս մեր հանդիպմանը կպատմի այդ ուրեմն ինստիտուտի կամ լաբորատորիայի տնօրեն Անի Աբրամյանը, որը Ամերիկայից է եկել Հայաստան, դարձել է տնօրեն եւ շատ լավ առաջադիմական մոտեցումներ ունի Հայաստանի գիտության զարգացման հետ կապված եւ ոչ միայն գիտության, նաեւ իրենց գործերը օժանդակում են նաեւ բժշկական շատ խնդիրների, որոնց մասին կպատմի Անի Աբրամյանը 2 շաբաթ հետո։ Նաև այս մասնագիտությամբ ավարտողները կարող են նոր բացված ինստիտուտ ունենք, Kendall ինստիտուտ, որը նույնպես ճառագայթումների օգտագործումը բժշկության մեջ այդպիսի խնդիրներով է զբաղված, որը շատ կադրերի պահանջ ունի, մեր մոտ ավարտած շատ շրջանավարտներ գնում են այնտեղ են աշխատում, նույնիսկ մինչև ավարտելը աշխատում են այնտեղ։ Եվ այսպես հիմնական նյութը կարելի է ասել ես մոտեցրեցի ավարտին, հիմա վերջում ուզում եմ մի քանի բանի մասին ասեմ։ Դուք դպրոցում հավանաբար մաթեմատիկայի ձեզ ասել եմ, որ գոյություն ունեն մաթեմատիկայում կա պրոբլեմներ, որոնք որ դեռևս ոչ ոք չի լուծել, օրինակ Ֆերմայի պրոբլեմը։ Եվ ժամանակին Հիլբերտը ասում էր, որ ես կարող եմ լուծել այդ պրոբլեմը, բայց ես չեմ ուզում մորթել այն հավը, որ ամեն օր ոսկե ձու է ածում։ Այսինքն ինչի նկատի ուներ նա Հիլբերտը։ Հիմա գոռոզություն անում, մեծամտություն անում, թե ինչ անում, դա չի կարևորը, բայց ինչ նկատի ուներ նա, որ դա ասում էր։ Նա նկատի ուներ այն, որ Ֆերմայի պրոբլեմի վրա աշխատելով գիտնականները, մաթեմատիկոսները Ֆերմայի պրոբլեմը չէին լուծում իհարկե, բայց բազմաթիվ նոր հաջողություններ, նոր արդյունքներ էին ստանում։ Եվ այդ առումով այդ պրոբլեմը շատ լավ էր, որ մարդկանց ուղեղը մի քիչ աշխատեր ու նոր լավ խնդիրներ առաջադրեին կամ լուծումներ առաջադրեին։ Ես միշտ մտածել եմ, ասել եմ ինչու ֆիզիկայում դպրոցականներին այդպիսի պրոբլեմներ չեն առաջարկում, որ հիմիկվանից մտածեն ու ուղեղները լավ աշխատի։ Եվ հետևաբար ես մի քիչ ամփոփեցի, նաև քանի որ Ամերիկայում ամերիկյան բանակի հետ եմ մի քիչ աշխատել բաման, մի քիչ ինչ որ բաների տիրապետում եմ, էլի։ Մտածեցի, որ եկեք մենք էլ առաջարկենք պրոբլեմներ։ Դրա համար մենք կարող ենք առաջարկել ֆոտոնիկայի որոշ ժամանակակից մարտահրավերներ, պրոբլեմներ կան նաև միջուկային ֆիզիկայում, տիեզերագիտության մեջ կան, բայց ես կարճ ասեմ, ուղղակի մի քիչ ասեմ այս ֆոտոնիկայի հետ կապված, քանի որ ինքս կապ ունեմ ֆոտոնիկայի հետ, էլի, օպտիկայի կամ ֆոտոնիկայի հետ։ Պրոբլեմներից մեկը հետևյալն է։ Ես ուղղակի կթվարկեմ, որովհետև շատ չեմ ուզում ձեր ժամանակը չարաշահեմ, որովհետև մի երկու ճառագայթներից պաշտպանվող ակնոցներ, որոնք կանաչ լազերի
գույնը կանաչ լազերի ճառագայթը բաց չեն թողում, բայց սովորական կանաչ գույնը բաց են թողում, ոչ թե ակնոցներ, որ ասենք թե լազերի կանաչը ուղղակի կլանում են, այդ թվում նաև մյուս կանաչը։ 100%-անց բևեռացուցիչներ։ Բևեռացուցիչներ չգիտեմ, ձեզանից ովքեր որ մի քիչ բարձր դասարանի են լսած կլինեն ինչ բան է, բայց դրանք ամենտեղ օգտագործում են կոմպյուտերներում, համակարգիչներում, հեռուստացույցներում, շատ տարբեր տեղեր օգտագործում են եւ քանի որ այդ բևեռացուցիչները լուիսի կեսը բևեռացում են, իսկ մյուս կեսը կլանում կամ անդրադառնում են, հետեւաբար էներգիայի կորուստ են ունենում։ Հետեւաբար շատ կարևոր խնդիր է, որ ունենանք 100%-անց բևեռացուցիչներ, որպեսզի էներգիայի կորուստ չլինի։ Եվ երրորդը լազերային ճառագայթները անկորուստ միավորող սարք, ասենք լազեր ունենք 100 հատ մի վատանոց լազեր, կարողանանք միավորել իրար ու դառնա 100 վատ ու ասենք թե ռազմական նպատակներով օբյեկտին խփենք։ Ռազմական ամերիկյան բանակին եւ ուրիշ բանակներին այսպիսի բան պետք է։ Այսօրվա դրությամբ այս 3 խնդիրները լուծված չեն։ Ու ոչ ոք չգիտել կոնկրետ ինչ որ եղանակա լուծելու թե չէ։ Ասեմ, որ այս խնդիրները լուծելու համար պատրաստ են շատ հարուստ կազմակերպություններ, այդ թվում նաև ամերիկյան բանակը շատ մեծ գումարներ տալ, միլիարդների հասնող գումարներ։ Իսկ այս մյուս խնդիրը արդեն լուծված է, ինչպես ես ասեցի, ալիքաթիթեղներ էկզոմոլոգիաների դիտման համար, իսկ վերջում ղեկավարվող կիզակետող հպման ոսմյակներ, ես չգիտեմ, կարող է ուրիշ կազմակերպություններ են սա լուծել, բայց համենայնպես սրա լուծումը մեր գոլեգա, մեր ընկեր Լավալ համալսարանի պրոֆեսոր, նաև այս բանը հանդիպումը բացող Տիգրան Գալստյանի խումբը լուծել է։ Եվ եթե դուք ուզում եք դրա հետ ծանոթանալ, կարող եք մտնել օրինակի համար ֆիզիկայի ֆակուլտետի YouTube-յան էջ ու այդ իր բացատրությունը ելույթը ձայնագրած, տեսագրված նայեք կամ մտնեք մեր զրույցներ գիտնականների հետ կայքեջ եւ այնտեղ էլ դրված կա այս ելույթը։ Ուղղակի կարճ ասեմ, որ ֆիզիկայում մենք ունենք Յուրի Հովանեսյան մեծ գիտնական, որը որ կանխատեսել է բազմաթիվ նոր էլեմենտներ Մենդելեևի աղյուսակում, որոնցից 4-ը արդեն հայտնաբերվել են, 113-րդը կոչվում է ճապոնական անունով, 15-րդը կոչվում է Մոսկվայի անունով, 17-րդը բանը ամերիկյան նահանգի անունով եւ 18-րդը հենց իր անունով Յուրի Հովանեսյանը իր ազգանունը Օգանեզոն։ Վերջում համարյա թե վերջում ասեմ, որ մենք ուսանողներին հնարավորություն ունենք գործուղելու տարբեր արտասահմանյան երկրներ, այնտեղ վերապատրաստվեն, վեր գան, ետ գան ու շարունակեն իրենց նոր մակարդակով շարունակեն իրենց աշխատանքները Երևանում։ Քննության հետ կապված ասեմ, որ այս տարի քննությունը լինելու է լավա թե վատա, այդ ձևա լինելու, դուք կարող եք ընդունվել պարտադիր պետք է հանձնեք մաթեմատիկա եւ երկրորդը ֆիզիկա կամ անգլերեն։ Այսինքն նույնիսկ դուք կարող եք մաթեմատիկա եւ ֆիզիկայով ընդունվեք ֆիզիկայի ֆակուլտետ եւ ցավալի է, որ կարող եք նաեւ ընդունվել մաթեմատիկա եւ անգլերենով ընդունվել ֆիզիկայի ֆակուլտետ։ Սա մեր ֆակուլտետի այցեքարտն է, որ ինչպես տեսնում եք, այստեղ գրված է մեր բանը այլընտրանքային կայքեջը Physics Yes ու AM, որտեղ կարող եք մտնել այս ամեն ինչի մասին, ֆակուլտետի մասին ինֆորմացիա ստանալ, բացի դրանից կամ այս ձև գրելով կարող եք մտնել, կամ կարող եք գտնել Երևանի պետական համալսարանի կայքեջ, մտնեք ֆիզիկայի ֆակուլտետ ու այնտեղ ֆակուլտետում կա եւ համալսարանական կայքեջը եւ կա մեր այլընտրանքային կայքեջը, ձախ կողմում գրված այլընտրանքային կայքեջ ու դուք կարող եք մտնել այնտեղ։ Մեր Facebook-յան էջի հասցեն է ֆակուլտետի եւ YouTube-յան էջի հասցեն է, որ դուք կարող եք մտնել կամ կարող եք գրել FizDep seminar ու մտնել մեր YouTube-յան էջը։ Այստեղ մի հատ այսպիսի հայտարարություն է, վերևի բանը անընդհատ փակում է, լավ ոչինչ։ Հայտարարություն։ Մենք կազմակերպում ենք անցյալ տարվանից սկսած անվճար պարապմունքներ ֆիզիկայից դպրոցականների համար
3 ֆորմատով։ Առաջին ֆորմատը 11, 12 դասարանցիների համար է, ստեղ գրված է որ օրը արկա պարապմունքները Երևանի Պետական Համալսարանի աստղադիտարանում է կազմակերպում, աստղադիտարանի տեղը ասեցի։ Երկրորդ տարբերակը 11, 12 դասարանցիների համար երկուշաբթի, չորեքշաբթի եւ շաբաթ օրերը ժամը 19:00-ին դասախոս Ալավերդյան Ռոմա, այս Zoom հասցեով կարող եք մտնել այդ ժամին եւ կարող եք մասնակցել։ Եվ վերջապես երրորդ տարբերակը 7-ից 10-րդ դասարանցիների համար եւ հերրավար եւ արկա պարապմունքներ լինում են այս օրերին, այս ժամին, արկան Պետական Համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի Ազգալջյանի լսարանում է, իսկ հերրավարը այս իմ YouTube իմ Zoom հասցեի միջոցով։ Եվ վերջապես մյուս հայտարարությունը, որ մենք երկու շաբաթը մեկ կազմակերպում ենք զրույցներ գիտնականների հետ, այսպիսի գեղեցիկ հանդիպումներ, որոնք ձեզ շատ օգտակար կարող են լինել, որի մասին արդեն դուք տեղյակ եք, դրա համար երկար ես չեմ ասում։ Ֆակուլտետում գոյություն են կրթաթոշակներ եւ մրցանակներ, որոնք ամեն տարի ավելացվում են, օրինակի համար այս տարվա հունվարից ավելացվել է եւս մեկ կրթաթոշակ, ամսական $100 3 հոգու համար տրվում է, տալիս են մեր գոլեգաները MIT-ից եւ Ֆլորիդայի Մայամիի համալսարանից մեր ընկերները։ Գոյություն են բազմաթիվ YouTube-յան էջեր, ֆիլմեր, բաներ ֆիզիկայի կարևորության մասին, այդ թվում նաև մեր ելույթները հեռուստա ալիքներով, եւ սրանով ես ավարտեցի, շնորհակալություն ուշադրության համար։